Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Ինչ ես Լեոն։ Ոչ։ Ինչպես է։ Այս նամակը Ալեքսանդրան է ուղարկել։ Այստեղ գրված է, որ նա ուզում է ինձ տեսնել եւ ամեն ինչ պատմել։ Ես չեմ հասկանում որտեղ է նա։ Այս բանին վիրահատարանում է։ Նա երկրորդ անգամ է վիրահատում։ Բայց երբ է նրան գտել։ Որտեղից ինչպես որքան ժամանակ է Լեոն։ Աստվածին։ Ինչպես է վիրահատում է նրան նորից, ինչ է պատահել։ Նախ եւ առաջ հանգստացիր եւ հետո նա քեզ չի ուզում տեսնել։ Ոչ քեզ, ոչ էլ քույրերին։ Նա իրեն շատ վատ է զգում, որովհետև նրա դեմքը ամբողջությամբ այրված է։ Ես արել եմ այն, ինչն է ինձ խնդրում։ Անհավատալի է։ Ալեքսանդրան գտնվել է։ Նա բացի քեզանից ոչ ոքի չի ուզում տեսնել։ Խնդրում եմ, Անաստասիային ոչինչ մի ասա։ Չեմ ուզում, որ նա իզ որտեղը տանջվի։ Ալեքսանդրան նրան դեռ չի ուզում տեսնել։ Հուսով ինձ կհասկանաս։ Լեոն, ինչպիսի անակնկալ։ Ինչ ես անում այստեղ։ Աուրելիոն, մի բան գիտի։ Նրան համարյա հայտնի է այդ հանելուկի պատասխանը, նրան ուղղակի մի փոքր բան է մնում ճշտելու։ Չի մասին է խոսքը։ Անկացած բան Յոլանդա Ֆակունդո, ինձ թվում է, որ դու գիտես այդ մասին, գիտես ինչի մասին է խոսքը, բայց չես ուզում ինչ-որ բան ասել։ Ես արդեն ասել եմ, որ նա ինձ ոչինչ չի ասել։ Ստում ես դու ինչ-որ բան գիտես եւ չես ուզում ասել։ Երբ այդ պակաս բանը Աուրելիոն քիչ-քիչ պարզի լրացնի, դոմինոյի քարերի պես այժմ որդիները, դստրերը, թոռները աչքիցդ կընկնեն տոնի։ Երկուսդ էլ լավ պատճառաբանություն օրինեք, երբ Աուրելիոն որոշի խոսել ձեզ հետ։ Ինչի մասին եք խոսում։ Հենց մտա լռեցիք, ինչ է պատահել։ Ոչ մի բան Անաստասիա։ Գիտես ինչ։ Պլանները փոխվել են։ Ես քեզ հետո կզանգեմ։ Ստեսություն։ Շնորհակալություն կարճատև այցելության համար։ Անաստասիա, ես այդ արված կնոջ մասին նորություն ունեմ, բայց նախ եւ առաջ քեզ մի բան եմ ուզում ասել։ Ռոզա, շուտ արի։ Ես չեմ ուզում, որ Սանտիագոն իմանա, որ ես ժամանակին ընդհատել եմ, հղիությունս հասկանում ես։ Ընկերուհիս, ես քեզ ասում եմ, չէ՞ որ քեզ լավն է, ես խոսքը հղիության ու Սանտիագո երեխային է վերաբերում, լսիր, լավ կանես զանգեսնեն, ես հիմա այդտեղ եմ գալիս։ Ոչ մի դեպքում ոչ։ Մենք հարցերն այստեղ կլուծենք, բավական է ինձ թելադրես, թե ինչ անեմ, տաքսի վերցրու ու այստեղ արի, արագ այստեղ արի, ես չեմ ուզում կորցնել իմ երեխային Ռոզա։ Լավ, եղավ, հանգստացիր, լսում ես Վիոլետա, հանգստացիր, ես հենց հիմա այդտեղ եմ գալիս։ Այո։ Շատ լավ, սիրելիս հանգիստ, հանգստացիր, լավ հանգստացիր իմ թագուհի, լաց մի լինի, լավ։ Երբ լաց ես լինում, ես ավելի եմ նյարդայնանում, արի հանգստանանք երկուսս էլ հանգստանանք, լավ։ Ախ, մայրիկ, բայց ոչինչ չի պատահի, այնպես չէ, ես չեմ ուզում, որ դու իմ փոքրիկ եղբորը կորցնես, չեմ ուզում։ Ոչ, իմ թագուհի, ոչ, ոչինչ չի պատահի, սիրելիս։ Մենք Սիլվա ընտանիքի բոլոր անդամներս ժայռից էլ ամուր ենք ու միշտ առաջ ենք շարժվում, միշտ դեպի առաջ։ Բացի դա Ռոզան, հիմա կգա ու մենք բժշկի մոտ կգնանք, ամեն ինչ կհարցվի, մի վախենա, լավ։ Ինչու Սանտիագոն չես զանգահարում։ Ոչ։ Ինչու մի ինչ որ հիմարության պատճառով անհանգստություն պատճառենք նրան։ Թագուհիս դա նրան ահավոր ցավ կպատճառի, այնպես որ կարիք չկա Սանտիագոին որևէ բան ասել։ Դա նրան շատ կտխրեցնի։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Դե լավ Լեոն, ասա ինձ վերջապես ասա։ Այդ այրված կինը իմ քույրն է, թե ոչ գրողը տանի։ Քեզ ինչ է պատահել։ Եկել ես օգնես ինձ, թե տանջես։ Ոչ, Անաստասիա, խնդրում եմ, հասկացիր ինձ։ Լսիր, ես իրոք քեզ շատ եմ սիրում։ Դու շատ յուրահատուկ կին ես։ Եվ ես չեմ ուզում, որ դու տանջվես։ Իսկ ինչու ես ինձ նման բան ասում։
Նա իմ քույրը չէ, այնպես չէ։ Նա իմ քույրն է։ Նա իրեն վատ է զգում։ Նա տանջվում է, Լեոն։ Ոչ, Պատնորություններ են այդ պատճառով չես ուզում ինձ ասել, այո։ ոչ, Նրա վիճակը վատ է, Լեոն, խնդրում եմ, նա խելագարվել է, նամահամերձ է, ասա ինձ։ ոչ, Անաստասիա, հանգստացիր։ Տես թե ինչ արեցի։ Դեռ ոչ մի բան չեմ ասել, իսկ նա արդեն իրեն կորցրել է։ Հանգստացիր, սիրելիս, լսիր։ Խորը շունչ կաշիր, լավ։ Հանգստացիր, Անաստասիա, լավ։ Արի այստեղ։ Ինձ մոտ արի։ Հանգստացիր։ Իրապետիր քեզ։ Ես արդեն ասել եմ քեզ, որ չեմ ուզում, որ դու տարապես։ Լավ, խնդրում եմ, հանգստացիր։ Ես քեզ համար լավ նորություններ ունեմ։ Իսկապես։ Այո, Այդ նա է։ Նա իմ քույրն է, Լեոն, այդ նա է։ այո, Անաստասիա, այդ նա է։ Մենք գտել ենք Ալեքսանդրային։ Այո, անհնար է, շնորհակալ եմ, Լեոն։ Անչափ շնորհակալ եմ, Լեոն, շնորհակալ եմ։ Սա ամենալավ նորությունն է, որ երբևէ լսել եմ, Լեոն։ Դու շատ լավն ես։ Դու աշխարհի ամենալավ մարդն ես։ Գրկիր ինձ, ամուր գրկիր ինձ, շնորհակալ եմ, Լեոն։ Ողջույն։ Ով եք եւ ինչու եք այստեղ եկել։ Շատ ուրախ եմ։ Ես Աուրելիո Պազն եմ։ Ես իմ նամակ եմ ստացել Ալեքսանդր Վալբուենից, եւ այդ նամակում նա ինձ խնդրում է այստեղ գալ։ Բայց ճիշտ ասած ես չգիտեմ։ Ալեքսանդրան իրոք այստեղ է։ Այսպիսով դուք այդ հայտնի Աուրելիո Պազն եք։ Այո, իսկապես Ալեքսանդրան այստեղ է, այս հիվանդանոցում, եւ եթե 1 րոպե սպասեք, դուք նրան ձեր սեփական աչքով կտեսնեք։ Ամեն ինչ համակնում է։ Ալեքսանդրն այստեղ է։ Մանկանը նույնպես։ Հելենայի աղջիկը։ Ինձ մի բան ասեք բժիշկ։ Ով է գտել Ալեքսանդրային։ Լավ, ես չգիտեմ, արժե ձեզ այդ մասին ասել, բայց Օվիդիոն է գտել։ Օվիդիո Բորովսկին։ Աստված իմ, շնորհակալ եմ, որ քույրս գտնվել է, որ նա ողջ է, հավատս չի գալիս։ Անչափ շնորհակալ եմ, Տեր Աստված, քեզ եմ շնորհակալ, Լեոն, շնորհակալ եմ, որ Ինչի համար։ ինձ օգնելու համար ես իսկապես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ սիրում։ Ես իմ ողջ կյանքում շնորհակալ կլինեմ քեզ այս մեծ նվերի համար։ Հիմա կզանգեմ Կատալինային, այո, ես նրան կզանգեմ, նա վազելով կգա այստեղ։ Ոչ, սպասիր Անաստասիա, սպասիր մի րոպե։ Դեռ չես կարող տեսնել Ալեքսանդրային։ Ինչպես թե դեռ չեմ կարող տեսնել Ալեքսանդրային, Լեոն, ինչպես թե չեմ կարող տեսնել քրոջս, չէ՞ որ այսքան ժամանակ մենք նրան մահացած էինք համարում։ Ես ուզում եմ գրկել նրան, Ինչպես ես ինձ ասում, որ չեմ կարող տեսնել նրան։ Անաստասիա, լսիր։ Հենց հիմա նավիրը հատարանում է գտնվում։ Բժիշկները փորձում են վերականգնել նրա դեմքը։ Հիշում ես, որ քեզ նկարում էի։ Այո, Դա այդ նկարները քրոջդ վիրահատության համար են հարկավոր։ Լեոն, խնդրում եմ այդպես մի վարվիր ինձ հետ։ Ինձ հետ այդպես մի վարվիր, խնդրում եմ, տար ինձ քրոջս մոտ, տար ինձ այնտեղ, խնդրում եմ։ Ես նրան հեռվից կնայեմ, խնդրում եմ, տար ինձ նրա մոտ, Լեոն։ Խնդրում եմ Անաստասիա, մի քիչ համբերություն ունեցիր։ Դու այդքան երկար ժամանակ սպասում ես, չէ՞։ Չես կարող մի փոքր էլ սպասել։ Ոչ, Մի քիչ։ ոչ, Լեոն, ես չեմ կարող համբերել։ Անաստասիա, Ոչ, ես չեմ կարող, Լեոն, ես պետք է տեսնեմ քրոջս, այնպես որ տեղից շարժվիր, գնացինք, արի, տար ինձ նրա մոտ, գնացինք, Լեոն։ որդի սիրավացիա։ Այն ամեն ինչ նա ասած ճիշտ է։ Մենք դժբախտ զույգ ենք։ Դժբախտ զույգ, որը փնտրում է երջանկություն եւ որ Պարզապես մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները, ցավ պատճառելով մյուսներին։ Աստված իմ Ակվիլես։ Որդիդ Լեոնը չգիտի, թե մենք ինչի միջով ենք անցել։ Նա քեզ հետ նման ձևով խոսելու իրավունք չունի։ Տեսնես ով է այս ժամը։ Ինչ իմանամ։ Ողջույն, բարև վարված պիցցա։ Ակվիլես, եկել եմ տեսնել ինչպես ես։ Հələ մի շատ լավ նորություն ունեմ քեզ համար։ Հրաշալի բան պետք է ասեմ։ Մենք արդեն իմացել ենք, որ այդ Լուսիան մայրիկի ենթադրյալ դուստրը բանականն է։ Դե, ինչ կասես։
Կոնստանսա, մենք հուսահատված ենք, իսկ դու եկել ես այստեղ ու մարդասպանի մասին ես խոսում, ինչպես կարելի է։ Բայց ձեզ ինչ եղավ։ Միայն թե չասես, որ ձեզ չզարմացրեց այն, որ այդ փոքրիկի նվանականն է։ Դու հիվանդ ես ինչ է։ Ոչ, հիվանդ չեմ, գրողը տանի, մենք պարզապես բարոյապես ընկճված ենք։ Լեոն այստեղ էր եկել եւ մեզ շատ վիրավորական բաներ ասաց։ Դե ինչ կասես։ Նա մեզ ուզած, որ մենք չափազանց ծեր ենք մեզ դեռահասների պես պահելու համար, որ մենք պետք է ամաչենք, որովհետև ծիծաղ առարկա ենք դարձել։ Նա նաև ինձ անպատասխանատու, անհաջողակ ծաղրածու անվանեց։ Իմ հարազատ որդին։ Ինչպիսի ամոթ։ Դե Ակվիլես, ես կարծում եմ, որ Լեոնն իրավացի է։ Այո, որովհետև երբ դու բոլորի ներկայությամբ ասացիր, որ սիրում ես այդ վառված պիցցային, դե չգիտեմ, բայց ինձ թվում է, որ ամեն ինչ մի տեսակ զանցելի դարձավ։ Այո։ Ես կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլիներ, եթե գաղտնի պահեիր ձեր սերը։ Բանն այն է, որ կյանքին ոչինչ այնքան հետաքրքրություն չի աղոթում, որքան գաղտնի սերը։ Այո։ Գիտես ինչ, Կոնստանսա։ Ես արդեն հոգնել եմ ապուշի ու հիմարի դեր խաղալուց։ Ես այլևս ոչ ոքի թույլ չեմ տա վիրավորել մեզ ու քիթը խոթալ մեր գործերի մեջ։ Այնպես որ հեռացիր այստեղից։ Դու այլևս ցանկալի հյուր չես այս տանը։ Դուրս արի այստեղից։ Գնա։ Հեռացիր։ Դուրս։ Գնա։ Ակվիլես, գժվել ես։ Ինչու նման բան արեցիր։ Հիմա մենք մեզ ավելի դժբախտ կզգանք։ Դա հիմա ամեն ինչ պարզ է։ Ալեքսանդրն այստեղ է։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ երջանիկ եմ ես բժիշկ։ Ես շատ եմ անհանգստանում նրա համար բժշկուհի։ Փնտրում եմ ամենուր, բայց նա չկար։ Չկար ու չկար, ես հիմա նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Չեք պատկերացնում, թե որքան եմ փնտրել նրան։ Իսկ նա այստեղ է ձեզ մոտ։ Լեոնն էլ այդ մասին իմացել։ Լեոնը գիտեր այդ մասին, այո, բայց ինչու ընտանիքի ոչինչ չէր ասում, չեմ հասկանում։ Ներեցեք, ես բժիշկ եմ, ես ձեր ընտանեկան խնդիրներից ընդհանրապես տեղյակ չեմ եւ հետեւաբար պատճառներն էլ չգիտեմ։ Կարող եք ինձ մի բան ասել, բժիշկ։ Ելով գիտի, որ Ալեքսանդրան գտնվել է։ Դուք գիտեք, որ Ալեքսանդրան երկու քույր ունի։ Անաստասիան։ Անաստասիան ինձ ասում էր, որ իրեն թվում է, թե Օվիդիոն մի բան հայտնի է։ Այո, իսկապես Օվիդիոն Ալեքսանդրայի մասին ավելի շատ բան գիտի, քան որևէ մեկը։ Ամենայն հավանականությամբ նա էր նրան այստեղ թաքցրել, այնպես որ կարծում եմ, որ դուք լուրջ խնդիրներ եք ստեղծում ձեզ համար։ Լավ, բայց ես մի բան ասեմ։ Օվիդիո Բորովսկին Ալեքսանդրան այստեղ թաքցնելու ոչ մի իրավունք չունի։ Այդ իրավունքը միայն ես ունեմ, քանի որ Ալեքսանդրան իմ կինն է։ Ես եմ պատասխանատու նրա համար։ Անաստասիա, հասկացիր ինձ։ Ես հիմա չեմ կարող քեզ քրոջ մոտ տանել։ Նրան նոր եմ իրահատել, նրան հանգիստ է հարկավոր։ Բացի այդ, նրա դեմքը հիմա ամբողջովին փակված է։ Միևնույն է, չես կարող տեսնել նրան։ Շատ լավ, Լեոն, ուրեմն երբ կարող եմ նրան տեսնել։ Մյուս տարի, երբ նորից ծառերը բողբոջեն, ոչ, այլ ելք չկա։ Զայրույթից ու սպասումից մազերս կթափվեն, լուրջ եմ ասում։ Լսիր, արի այսպես պայմանավորվենք, լավ։ Եթե խոստանաս, որ ոչ ոքի ոչինչ չես ասի, ես քեզ այսօր հիվանդանոց կտանեմ, լավ։ Ունենանք հնար ժամանակ կտեսնես, այնպես որ նա քեզ չի տեսնի։ Եղավ, համաձայն եմ, լավ, դու իմ ընկերն ես։ Այո, ես քո ընկերն եմ, բայց երբիր որ ոչ ոքի, նույնիսկ Աուրելիոն ոչինչ չես ասի, լավ։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Լավ։ Ներիր ինձ շտապ հիվանդանոց ենք կանչում։ Այսօր երեկոյան կհանդիպենք, լավ։ Առայժմ։ Կհանդիպենք։ Նա ինձ ում տեղն է դնում։ Համբույրներ, գրկախառնություններ։ Սիրում եմ քեզ։ Մակո, Այո, Մակո, մի րոպե սպասիր։ Դու Գոյտային ասել ես, որ նա երեխայի է սպասում։ ինչ ես ոչ։ Ես Գոյտային չեմ էլ ասել, որ սպիտակ կարագիրը ճանապարհ է բռնել դեպի իր կողմ։ Ոչինչ չեմ ասել։ Ես հղի եմ։ Ուզում եմ, որ ինձ ասեք այն ամեն ինչ գիտեք բժիշկ։ Ես պետք է իմանամ Ալեքսանդրան գիտակից վիճակումը թե ոչ։ Նրան ինչ որ բան է պատահել։
Նա ինչ-որ բան է պատմել։ Ով է նրան առևանգել։ Իսկ Օվիդիոն։ Ինչու է Օվիդիոն նրան որոնել։ Ինչու են այդքան շատ անհանգստանում Ալեքսանդրայի համար։ Ինչու։ Ահա եկավ այն մարդը, ով կարող է պատասխանել ձեր բոլոր հարցերին, Աուրելիո։ Ինչ ես անում այստեղ։ Ես երեխայի եմ սպասում։ Ես պատրաստվում եմ փոքրիկ Մակո ունենալ։ Գրեգորիա Գոյիտա, դեռ ամեն ինչ հաստատ չէ։ Բացի այդ, ինչու ես ուրիշների խոսակցությունները լսում։ Դա լավ բան չէ։ Եթե նման բան չանեի, ես չէի իմանա, որ հղի եմ, ինչու ինձ չէի ասում։ Դե ոչ, իմ Գոյիտա, գիտես, հղիություն տաքսինել ավելի դժվար է, քան փղին տաքսի նստեցնելը։ Բայց լսիր, արի մոռանանք այս մասին, լավ։ Եթե ամեն ինչ այսպես է եղել, ուրեմն Աստված է այդպես կամեցել, պարզ է։ Դու խելագարվել ես ինչ է։ Գոյիտա սիրելիս, մենք դեռ պետք է թեստի արդյունքներին սպասենք, լսում ես։ Իսկ երբ են նրանք ասելու արդյունքները, ես ուզում եմ իմանալ տղա է թե աղջիկ։ Գրեգորիա սիրելիս, նախ պետք է համոզվենք, թե դու իրոք երեխայի ես սպասում, թե ոչ։ Բայց ինձ թվում է, որ դու հղի չես սիրելիս, մի մոռացիր, որ դրանք միայն կասկածներ են, չեմ ուզում, որ զուր տեղան հանգստանաս։ Տեսնում ես, Մակո, ես երեխայի եմ սպասում Պիայի նման։ Պիա, ինձ ամեն ինչ սովորեցրու, ես ուզում եմ երեխայիս մասին հոգ տանել։ Մի անհանգստացիր։ Ես այստեղ եմ եկել Ալեքսանդրայի համար։ Եվ գիտես ինչ, անդառ չփորձես ինձ այստեղից դուրս անել, որովհետև ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ, որ դու միջամտում ես նրա բուժմանը, որ դու ես նրան գտել։ Գիտեմ նաև, որ դու Ալեքսանդրային բոլորից թաքցրել ես։ Ես ձեզ զգուշացրել էի բժիշկ, որ մենք կարող ենք կորցնել Ալեքսանդրային։ Դա ձեր մեղավորությունն է։ Այս աշխարհը լի է անպատասխանատու մարդկանցով։ Լսիր, սպասիր։ Նա այս ամենի հետ ոչ մի կապ չունի։ Ալեքսանդրն նամակ գրել եւ խնդրել, որ այստեղ կամ իրեն տեսնելու։ Երևի նրա համար, որ ես դեռ իր ամուսինն եմ, եւ նա ուզում է խոսել ինձ հետ։ Կարծում եմ նա այդ իրավունքը ունի, Օվիդիո։ Ասա ինձ, որքան ժամանակ է Ալեքսանդրն այստեղ։ Խնդրում եմ, Օվիդիո, հավաքիր քեզ։ Ալեքսանդրայի ամուսինն իրավունք ունի ամեն ինչ իմանալ։ Այնպես, որ ես ձեզ մենակ եմ թողնում, որ խոսեք, բայց մի պայմանով, դուք երկուսդ էլ հանգիստ եք խոսելու, վերահսկեք ձեզ։ Ալեքսանդրան այնպիսի վիճակում չէ, որ նրա մոտ կռիվ սարքեք։ Նրան հիմա հանգիստ է հարկավոր։ Ինձ համար մի անհանգստացեք, բժիշկ։ Հենց այդպես էլ պետք է լինի։ Դե լավ, մենք արդեն սկսել ենք այս գործը եւ պետք է շարունակենք մինչեւ վերջ։ Իսկ ինչ կլինի, եթե չափահաս ու խելամիտ մարդկանց նման զրուցենք։ Ինձ մի բան ասա, Օվիդիո։ Ինչու էր Ալեքսանդրային բոլորից թաքցնում։ Ֆակունդո, Աստծո սիրուն, դու իմ եղբայրն ես, դու պետք է ինձ օգնես, դու չես կարող Աուրելիոին որևէ բան ասել, այլապես վերջ կդնես իմ կյանքին, ես այլևս երջանիկ չեմ լինի, հաստատ բան եմ ասում, Ֆակունդո։ Յոլանդա, լռի, ես Աուրելիոին ոչինչ չեմ ասել, ոչ էլ պատրաստվում եմ որևէ բան ասել, իսկ գիտես ինչու։ Որովհետև այդ տղան շատ խելացի է եւ ամեն շատ արագ է ընկալում։ Ինչ ես ուզում դրանով ասել, Ֆակունդո։ Որ ձեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Աուրելիոն շուտով ամեն ինչ կպարզի։ Ֆակունդո, դու այստեղ ես, ինչ լավ է։ Հայրիկ, ես այս մարդուն շատ սիրեցի, ու մինչև կյանքիս վերջ կսիրեմ, մինչև մահը բաժանի մեզ երախտապարտ ենք լինելու նրան։ Դա ինչ է նշանակում, Գրեգորիա։ Միթե Աստվածաշունչը դա չի պահանջում, մինչև մահը չբաժանի մեզ, ինձ ու Մակոին։ Ֆակունդոն ինձ ու Մակոին ամուսնացրել է այնտեղ ագարակում, այնպես չէ։ Դու չես կարող եւ բարոյապես իրավունք էլ չունես ինձ դրանում մեղադրելու։ Ես ամեն ինչ արել եմ, որ գտնեմ Ալեքսանդրային եւ դա հաջողվել է ինձ։ Այնպես որ իմ պարտականությունն է նրան ողջ եւ առողջ Անաստասիայի մոտ տանել։ Ես արել եմ այն, ինչ չի հաջողվել քեզ անել։ Իսկ ով էր նրան թաքցնում։ Վալենտինո Ալֆոնսոն է վանականին ստեղծողը։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր է, Օվիդիո։ Լավ, կանենք այնպես ինչպես դու ես ցանկանում։ Դու իրավացի ես։ Դու ես նրան գտել։ Դու ես ստուգել ամեն ինչ։ Հիմա ասա ինձ, ինչ ես ուզում։
Ինչ անեմ, ասա։ Ես այդպես էլ կանեմ, երդվում եմ։ Բայց մի բան։ Չես կարծում, որ գոնե պետք է տեսնեմ Ալեքսանդրային։ Պարոնայք, հիվանդ արդեն սենյակում եմ։ Ալեքսանդրա, իսկապես դու ես։ Կարծում եմ Լուսիան պետք է հեռանա այստեղից, որովհետև նրա կյանքին վտանգ է սպառնում։ Ինչ ուզում եք մտածեք, բայց ես պնդում եմ, որ ես զոհ եմ։ Բանականը ինձ վրա հարձակվել է։ Այս տանը բոլորը ինձ այնպես են վերաբերում, ասես մեղավորը ես եմ։ Ճիշտ է, Սանտի, ես մեղավոր չեմ։ Նրանք չեն կարող ինձ հետ այդպես վարվել, չէ՞։ Դա մենք չենք կարող առանց ապացույցների ինչ-որ մեկին մեղադրել։ Ալո։ Ողջույն Ռոզա։ Ինչ։ Վիոլետան հիվանդանոցում է։ Այո, հենց հիմա այնտեղ եմ գնում։ Վիոլետայի հեզության հետ խնդիրներ են առաջացել։ Մենք ավելի ուշ կխոսենք, լավ։ Բայց ինչ է Վիոլետայի պատահել նրա հետ ամեն ինչ կարգին է, ինչու այդպես հեռացավ առանց բառ ասելու։ Այ հիմա հասկանում եմ, թե ինչու ես այդքան հետաքրքրված։ Ինչու ես ուզում, որ Սանտիագոն ու Վիոլետան բաժանվեն։ Դու սիրահարված ես որդուդ կնոջը, այնպես չէ՞։ Դու պետք է շատ զգույշ լինես, Վիոլետա։ Ես չի կարելի այստեղից այնտեղ չշկոտել։ Հղիությունդ այնքան էլ լավ չի ընթանում։ Եվ մի մոռացի, որ դու մի անգամ արդեն ընդհատել ես հղիությունդ։ Այո, Լեոն, բայց ինչ վերաբերում է հղիության ընդհատմանը, ես երախտապարտ կլինեմ քեզ, եթե դու այն գաղտնի պահես, լավ։ Ես չեմ ուզում, որ Սանտիագոն այդ մասին որևէ մեկից իմանա, ես ինքս կասեմ նրան։ Դու չգիտես, թե ինչ մոգոնես, որ դառնաս այս ընտանիքի անդամը։ Անկամ եթե փորձես շղթել, միևնույնն է, ես շատ բան եմ տեսնում։ Այստեղ շատ բաներ կան, որ համընկնում են իրար։ Otra cosita por allá y finalmente todo me encaja. Դե այո, ինչու պետք է շղթեմ, մի բան, որը ողջ ընտանիքին է հայտնի։ Այո, ես սիրում եմ Վիոլետային, Վիոլետան իմ սիրուհին է եղել, բայց ես պետք է իրավիճակը վերահսկեմ, որ չխելագարվեմ։ Որքան վատ է, որ Վիոլետան հենց քո որդուկինն է։ Լսիր, փոքրիկ աղջնակ, նույնիսկ չփորձես ինձ կառավարել, ես քեզպես երկերեսանիների հետ դեռ շատ վաղուց գործ ունեմ։ Հիանալի է, լավ հանգստացիր, հանգիստ, ես պարզապես ուզում էի ասել, որ շատ շուտով, հենց ես ամուսնանամ Սանտիագոյի հետ, քո ճանապարհն ազատ կլինի, ես և դու շուտով շատ երջանիկ ենք լինելու։ Շտուր խնդրում եմ։ Իմ այս ոչինչ չեմ հասկանում, միթե սա քո նախագիծը չէր, միթե սա չէր քո ուզածը։ Այո, ես շատ կցանկանայի, որ Վիոլետան ինձ հետ լիներ, բայց միևնույն ժամանակ երբ մտածում, որ դրանով կարող եմ խանգարել Սանտիագոյի երջանկությունը, սիրտս խառնում է ինձանից։ Երբ սկսում եմ գիտակցել, թե ինչի միջով եմ ուզում անցնել, Անտոնիո Բորովսկու պատկերն է աչքիս առաջ գալիս, ես զգում եմ, որ հանուն սեփական շահի կառավարում եմ մարդկանց։ Ահա, թե ինչու եմ ատում նրան։ Ներիր ինձ Վիոլետա, բայց դու ես քեզ համար խնդիրներ ստեղծել։ Այո, իրավացի ես էլ եմ խճճված, բայց փակիր բերանդ, լավ։ Լսիր, եթե Սանտիագոն իմանա այդ մասին, սրտի կաթված կստանա։ Ես ինձ չեմ ների, եթե նրան մի բան պատահի, Լեոն։ Դե այդ դեպքում ուրիշ բան մտածել, չգիտեմ, բայց Սանտիագոն պետք է իմանա, որ վիճակը լավ չէ։ Որ հղիությունդ այնքան էլ լավ չի ընթանում։ Որպես բժիշկ ես չեմ կարող թաքցնել դա նրանից։ Ես ուզում եմ, որ հենց հիմա ինձ բացատրես, պարոն Կոլոն, այդ ինչպես ես ամուսնացել դստերս հետ։ Հայրիկ, նրանք օրինական չեն ամուսնացել Մակոն և… Ես պարզապես ուզում եմ այս անձի ձայնը լսել, իսկ քո հերթը դեռ կգա, դու դեռ կխոսես անպատասխանատու։ Դե, պարոն, միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ ես իսկապես սիրում եմ ձեր դստերը, հասկանում եք, իսկ մենք պետք է թևեր տանք սիրուն, մեզ դրախտում զգալու համար։
Ծիծաղելի է, մենք նույն բանի մասին մի քանի անգամ արդեն խոսել ենք, ես զզվել եմ նույն բանը քեզ 1000 անգամ ասելուց։ Թե ինչ պարոն, ես ու Գոյթան այդպես ենք կարծում, հասկանում եք, և քանի որ դուք ինձ 1000 անգամ բացատրեք դրա ինչ է նշանակում, որ ես պետք է դրդով շարժվեմ, ես պարզապես չեմ հասկանում դրա իմաստը, ես իմ տեսակետը ունեմ։ Մակո, խնդրում եմ։ Ոչ, սպասիր Պիա, սպասիր մի օպեր։ Ես մի բան մտածեցի և գիտեք ինչ կասեմ, ես երբեք հավասարակշռված մարդ չեմ եղել, որովհետև խելքից սարքեր միշտ պակաս են եղել, հասկանում եք։ Ես նույնիսկ Տերմինատորի որդին եմ ու այդպես էլ չհասկացա Ջոն Կոնորի հետ կապած այդ դեպքը, և նույն ձևով էլ չեմ հասկանում այն երգը, որ հիմա երգում եք ինձ համար։ Ես Գոյթային սիրում եմ և վերջ։ Ոչ, պարոն, դու նորմալ մարդ ես, անքաղաքավարի ես, բայց նորմալ։ Ոչ, լսիր, պարոն, այդպես չէ, որովհետև սովորական նորմալ մարդիկ օգտագործում են իրենց խելքը, նրանք գիտակցում են, թե երբ պետք է կանգ առնեն։ Ինձ նման մարդիկ, որոնցից մեկ Գոյթան է, երկար չեն մտածում, ու զարի թափնի վար վազում են առանց կանգ առնելու, հասկանում եք։ Հենց դրա համար էլ շատերը չեն գնահատում մեր երջանկությունը։ Ալեքսանդրը երբ ուշի կգա բժիշկ։ Նա մի քանի ժամից կարտնան է, բայց այնպիսի վիճակում չի լինի, որ կարողանա խոսել կամ այցելուներ ընդունել։ Հուսով եմ, պարզ արտահայտվեցի։ Երևի հասկանում եք, որ նման վիրահատությունը շատ ցավոտ է, այնպես որ նրան մի քանի օր հանգիստ թողեք։ Եվ ամենակարևորը իմացեք, որ նա չպետք է հուզվի, հասկանում եք, չէ՞։ Ինձ համար մի անհանգստացեք, ես պատրաստ եմ սպասել այնքան, որքան որ պետք է։ Մինչև հիմա ես արել եմ հնարավոր ամեն բան, որ պաշտպանեմ ու օգնեմ Ալեքսանդրային։ Հուսով եմ դու էլ նույնը կանես Աուրելիո։ Հիմա հասկանում ես, թե ինչու չես կարող Անաստասիային որևէ բան ասել։ Այո, իհարկե հասկանում եմ։ Անաստասիան անկառավարելի է։ Երբ նա իմանա այս մասին, կցանկանա տեսնել Ալեքսանդրային։ Բայց մի անհանգստացեք, ես Ալեքսանդրայի համար խնդիրներ չեմ ստեղծի։ Լավ, բավական է նյարդայնացած կատվի նման այս կողմային կողմանս, հանգստացիր։ Մակոն իր մտքերը ճիշտ է շարադրում։ Խմիր, սա սիրելիս այն քեզ կհանգստացնի, խմիր այս թեյը։ Ոչ, ես ոչինչ էլ չեմ ուզում, ես միայն ուզում եմ, որ Մակոն աշխատասենյակից դուրս գա եւ որ հայրիկը նրան ընդունի։ Բայց խմիր, սա աղջիկը սա կօգնի քեզ գոյի տա, դե խմիր։ Լավ, մի քիչ կխմեմ, ոչ ավել։ Ագարացում նրանց միջև ինչ-որ բան է եղել, Ֆակունդո։ Գիտեմ, ես միայն նրանց ամուսնացրել եմ։ Տեղյակ չեմ, թե նրանց միջև ինչ է եղել։ Չգիտեմ, ես գնացել էի նավթ բերելու։ Սուրբ հույս հուսով եմ, դա ինչ է, ինչ ես եմ մտածում, որովհետև տոնին այդ հարվածին չի դիմանա, նա կսպանի նրան։ Շարժվես մինչև նրանք բոլոր հարկավոր թեստերը չանեն, լավ։ Ես ինձ ավելի հանգիստ կզգամ, եթե բժիշկը ասի, որ որդուս մոտ ամեն ինչ կարգին է։ Միթե ես քեզ չասացի, որ հղիությունը հիանալի է ընթանում։ Ես պարզապես մի փոքր վախեցել էի, հիմա կարող ենք գնալ։ Ոչ, սիրելիս։ Ես կսպասեմ, մինչև Լեոնը գա եւ ինձ ամեն ինչ բացատրի։ Լեոն, ինչ լավ է, որ այստեղ ես։ Ինչպես է Վիոլետան, որդիս, խնդրում եմ, ինձ ճշմարտությունն ասա, անկեղծ եղիր, լավ։ Լսիր Զարմի, Վիոլետայի վիճակը հիմա լավ է։ Ամեն ինչ արդեն անցել է, բայց նա պետք է շատ զգույշ լինի, ծանրություն չվերցնի, ավելորդ անգամ չհուզվի։ Վիոլետայի հղիությունը այնքան էլ հարթ չի ընթանում։ Բայց ինչու, ինչ-որ խնդիր կա։ Ասա, ես պետք է իմանամ։ Դրա արգանդը վնասված է։ Նա մի քանի անգամ դադարեցրել է հղիությունը և դադարեցրել է հղիությունը։ Գիտեմ դա տահաճ անակնկալ էր քեզ համար Զարմիկ, բայց որպես բժիշկ ես պարտավոր եմ տեղեկացնել քեզ Վիոլետայի առողջական վիճակի մասին։ Ոչ։ Սպասիր, հանգստացիր Զարմիկ, ոչ մի լուրջ բան չկա։ Տես, Վիոլետայի վիճակը արդեն լավ է, որդու տալևս ոչինչ չի սպառնում։ Լեոն, ասա ինձ։ Հնարավոր է որ Վիոլետան երեխային կորցնի, կամ էլ որդիս ինչ-որ ալորտով ծնվի։ Ասա Վիոլետայի կյանքի մտանք սպառնում է։ Սպասիր, հանգստացիր Սանտիագո։ Կարիք չկա պատմություն սարքելու, խնդրում եմ։ Լսիր, Վիոլետայի դժբախտ պատահար է եղել, բայց այդ ամենը հղիության ընթացքում հնարավոր է վերականգնել, լավ։
Վիոլետա, հանգիստ, շունչ կաշի։ Սանտիագոն կհասկանա քեզ։ Բավական է կրակի վրա յուղ լցնես Լեոն։ Բայց ինչ է եղել։ Ես չեմ ուզում օրինակ վիճեն, լավ։ Սանտիագոյի կինը չէր ուզում որ նա այս մասին իմանա։ Իսկ ես որպես բժիշկ պարտավոր եմ Սանտիագոյին տեղեկացնել, որ Վիոլետայի վիճակը այնքան էլ լավ չէ։ Միգուցե նա չկարողանա այդ երեխան լույս աշխարհ բերել։ Վիոլետան նորից կարող է կորցնել երեխային։ Հղիությունն ընդհատել Վիոլետա։ Աստված է։ Ինչպես կարողացել այդպիսի դաշնության գնալ։ Չէր մտածում հետևանքների մասին։ Չէ որ դա մարդկային կյանք էր։ Լսիր, սպասիր մի րոպե Սանտիագո։ Պետք չէ նրան մեղադրես։ Ես քեզ ճշմարտությունն ասացի։ Բայց ճշմարտությունն այն է, որ դա դժբախտ պատահար է եղել։ Նա ոչինչ էլ չի արել։ Ներեցեք, բայց ես պետք է գնամ։ Գրեգորյան խաղալիք չէ, ես քեզ չեմ ների ավելի ճիշտ երկուսի դել չեմ ների, եթե փորձեք ցավ պատճառել իմ աղջկա։ Լսեք, սպասեք մի րոպե, պարոն։ Ես ոչ ոքի չեմ պատրաստվում ցավ պատճառել, հավատացեք։ Ես Գրեգորյանին սիրում եմ, եւ նա իմ պատճառով չի տառապի։ Ես ճիշտ եմ ասում։ Հայրիկ վերջի վերջո մենք Գրեգորյան երջանկություն ենք ցանկանում։ Գրեգորյան շատ զգայուն է, նա չափազանց զգայուն աղջիկ է, առանց այն էլ շատ է տառապել։ Հիմա էլ ուզում ես որ ավելի տառապի, իսկ հիմա գնա այստեղից։ Գնացեք։ Դուրս եկեք։ Գնա, ես ուզում եմ այս Կոլոմբոսի հետ միայնակ խոսել։ Ես իր բոլորին կասես, որ ես ողջ եմ, պարզ է։ Ասացիր։ Իսկ Աուրելիոյի ու Ֆակունդոյի գործերն ինչպես են։ Դե լսեք, ես շատ եմ ուզում մասնակցել այդ գործի հետաքննությանը, բայց պարոն Ֆակունդոն ասաց, որ ինձանից բան դուր չի գա։ Հասկանում եք, չգիտեմ։ Սանտիագո, լսիր ինձ։ Ամենակարևորն այն է, որ դու հանգստանաս։ Եթե քեզ հանգիստ պահես, Վիոլետան հանգստանա։ Հիմա ամենակարևորը դա է։ Հիշիր թե Լեոնը ինչ ասաց։ Նրա հղիությունը այնքան էլ հարթ չի ընթանում։ Այո, հասկանում եմ, Աուրելիո, բանն այն է, որ հանգստացիր, լավ։ Հանգստացիր, այ այսպես։ Ամենակարևորն այն է, որ հոգ տանես Վիոլետայի եւ երեխայի մասին։ Դա է հիմա ամենակարևորը։ Հիշիր հղիությունը, սույլ է։ Իսկ հիմա ես մենակ եմ թողնում։ Ինչու ինչ չէր ասում այդ մասին սիրելիս։ Ինչու չէր ասում, թե ինչ էր եք ես տանջում։ Ես վախենում եմ Սանտիագո, շատ եմ վախենում։ Ոչ, հանգստացիր։ Մի անհանգստացիր, ես հոգ կտանեմ քո եւ մեր որդու մասին, բարձ է։ Ամեն ինչ լավ կլինի։ Աստված իմ, խնդրում եմ թույլ մի տուր, որ Սանտիագոն ինձ հարցնի, թե ով է եղել երեխայի հայրը։ Խնդրում եմ։ Ես չեմ ուզում, որ նա ինձ հարցեր տա, չեմ ուզում։ Աստված իմ, ինչու Լեոնը չի գալիս։ Միգուցե մոռացել է, որ պիտի գար ինձ Ալեքսանդրայի մոտ տաներ։ Աստված իմ։ Էմիլա ժամը քանիսն է։ Անաստասիա, հանգստացիր, ուղիղ 2 րոպե առաջ ժամ հարցրեցիր։ Ես երբեք քեզ նման վիճակում չեմ տեսել։ Մայրիկ, մենք կարող ենք գնալ, ես ուզում եմ քնել։ Այո։ Ողջույն Խոսեիտո, Էմիլիա, կարող ես երեխային տուն տանել, խնդրում եմ։ Այո, ես պետք է մի քիչ էլ այստեղ մնամ։ Դա եթե ուզում ես, ես կուղեկցեմ քեզ։ Այո, Խոսեիտո, շնորհակալ եմ, Էմիլիա, թող նա էլ ձեզ հետ գա։ Քաղցրիկս, ավելի ուշ կհանդիպենք, լսեցիր։ Ես դեռ չեմ կարող գալ քեզ հետ, քեզ խելոք կպայես, լավ։ Դե լավ։ Շնորհակալ եմ, Խոսեիտո, շնորհակալ եմ երկուսիդ էլ։ Առայժմ։ Հաջողություն։ Հայտնվիր, Լեոն, հայտնվիր։ Աստված իմ, հավատս չի գալիս։ Չեմ կարող հավատալ, որ քուրս Ալեքսանդրան գտնվել է։ Երբ Կատալինան իմանա, ես պետք է Կատալինային ասեմ այս ամենը։ Նա մի անգամից այստեղ կգա։
Ոչ, ես դեռ չեմ կարող այդ մասին նրան պատմել։ Նա վազելով այստեղ կգա ու կսկսի հարվածներ տաղալ Լեոնի գլխին, իսկ երբ իմանա, որ նա ինձ տանելու Ալեքսանդրայի մոտ, ոչ, ես նրան լավ եմ ճանաչում։ Դե արի, Լեոն, հայտնվիր։ Կարծում եմ ավելի ճիշտ կլինի, եթե թողնենք, որ Ալեքսանդրան հանգստանա, գնացինք։ Ինձ բոլորովին դուր չի գալիս այն, որ Աուրելիոն այս մասին գիտի։ Ախ, Լեոն, փառք Աստծո, երկար գրողը տանի։ Ես արդեն խելագարվում եմ, այլևս չեմ դիմանում։ Ինձ թվաց թե չես գա, դե արի գնանք Ալեքսանդրայի մոտ։ Ոչ, Անաստասիա, սպասիր, միայն ոչ այսօր։ Ինչու։ Այսօր Վիոլետայի վիճակը լավ չէ։ Ամբողջ ընտանիքը հիմա հիվանդանոցում է։ Նրանք չպետք է քեզ տեսնեն այնտեղ։ Կասեմ, որ եկել եմ Վիոլետային տեսության։ Ոչինչ, ես մի պահ կմտնեմ նրա մոտ, իսկ հետո դու ինձ կտանես Ալեքսանդրայի մոտ, լավ։ Ոչ, դա շատ վտանգավոր է։ Լսիր, մի ուրիշ օր կանենք դա, լավ։ Ոչ, պարոն, գժվել ես, եթե կարծում ես, որ ես հետ կկանգնեմ այդ որոշումից, ոչ, պարոն, ես պետք է գնամ քրոջս Ալեքսանդրային տեսնելու։ Ես ողջ օրը քեզ եմ սպասել։ Այնքան եմ սենյակի մի անկյունից մյուսը գնացել, որ ժամանակը շուտ անցնի, որ գաս ու ինձ քրոջս մոտ տանես։ Լավ, սպասիր մի րոպե, Անաստասիա, արի այստեղ։ Հանգստացիր, լավ։ Մենք մի քիչ կսպասենք, մինչև բոլորը հեռանան հիվանդանոցից։ Եվ հետո եթե համբերես, քեզ այնտեղ կտանեմ, լավ։ Քեզ հանգիստ պահիր։ Հիմա ինչպես պահեմ ինձ այս տիպի հետ, եթե ինձ կպացման է գալիս։ Սիրելիս, դու քեզ վատ ես զգում, հիվանդ ես աղջիկս։ Ոչ, Յոլանդա, ինձ թվում է պաղպաղակ շատ եմ կերել, դրանից էլ սիրտս խառնում է։ Այս մի քանի օրը ես անընդհատ ուտելու ցանկություն ունեմ։ Տարօրինակ բաներ է կատարվում, Յոլանդա, մի քանի օր առաջ ես խտացրած կաթը պանրով կերա, իսկ բրինձը դոնդողով։ Իսկ ուրիշ էլ ինչ։ Դե մեջքս է ցավում, բայց կարծում եմ, որ դա էլ մահճակալիս պատճառով է։ Ես պետք է փոխեմ ներքնակը, Յոլանդա։ Մեջքս իսկապես շատ է ցավում, Աստված իմ։ Ինչու մակոնդուս չի գալիս այնտեղից։ Յոլանդա, եթե դա այն է ինչ կարծում ես, ապա ասեմ, որ դա ուժեղ հարված կլինի տոնի համար։ Աստված իմ։ Յոլանդա, ուզում եմ, որ Մակոն դուրս գա այդ սենյակից։ Ամեն անգամ, երբ հայրիկը նրա հետ փակվում է աշխատասենյակում, ոչնչացնում է իմ երջանկությունը։ Այլ ելք չկա, ես այս սենյակը այնպես եմ կողպելու, որ նրանք այլևս չկարողանան ներս մտնել։ Տեսեք, նորից գլուխս պտտվում է զայրույթից։ Անհնար է, Աստված իմ։ Ողջույն, Քերի։ Ինչ է պատահել։ Այդքան վախենալու տեսք ունեմ, որ այդպես ես նայում ինձ։ Ես չեմ ուզում, որ դու ինձ ինչ-որ տեղ տանես, Լեոն։ Միակ բանը, որ ուզում եմ քրոջս տեսնելն է, այնպես որ ներիր ինձ, բայց ես կարող եմ մենակ էլ գնալ։ Անաստասիա, վերջացրու, լավ։ Ուղղակի սպասիր մի քիչ։ Խնդրում եմ։ Դու պետք է հանգստանաս։ Ես չեմ ուզում հանգստանալ, Լեոն, որովհետև միակ բանը, որ այս պահին ինձ անհանգստացնում է, դա քրոջս Ալեքսանդրային տեսնելն է։ Դա է միակ բանը, որ ես ուզում եմ, հասկանում ես ինձ։ Այստեղ արի, լավ։ Ես քեզ կտանեմ նրա մոտ, լավ։ Դե գնանք։ Գնացինք։ Աղջիկս, այդպես ես քերուտ բարևում։ Դու նրան այնքան ժամանակի չես տեսել, նրա օրհնությունը խնդրիր եւ գրկիր նրան։ Դե լավ, մայրիկ բավական է դիտողություն անես ինձ։ Լավ, օրհնությունդ, Քերի։ Աստված օրհնի քեզ աղջիկս։ Գեղեցկուհի ես դարձել։ Ինչպես կարող եմ գեղեցկուհի չլինել, եթե նմանեմ այս կնոջը։ Ճիշտ եմ գեղեցկուհի, մայրիկ։ Իսկ նա ընկերդ է, այո։ Լսիր, տղա։ Եթե համարձակվես մատով անգամ դիմչել այս աղջկան, ես գլխի վայր կկախեմ։ Արզ է։ Ես կարող եմ ինձ պաշտպանել։ Աչ տղա է երևում։ Ուրեմն ինչպես է գործերը, այսպես։ Ինձ դա դուր է գալիս գրողը տանի, այստեղ արի։ Ինձ դա դուր է գալիս, տղամարդու նման ես քեզ պահում։
Ուրեմն դու կարող ես պաշտպանել իմ գեղեցկուհուն։ Հիանալի է, արդեն ամեն ինչ լավ է։ Միայն պետք է, որ քո մայրիկը հանգստանա ու չնյարդայնանա։ Այո, Հիանալի է։ մայրիկ, որքան լավ է, որ դու քեզ արդեն լավ ես զգում։ Ես այնքան երջանիկ եմ։ Այո, ես ինձ լավ եմ զգում։ Ստեֆանի, արի ինձ մոտ։ Արի գնանք խոհանոց ճաշի համար մի լավ բան պատրաստենք, լավ։ Այո։ Աստված իմ։ Արի գնանք նստենք։ Ոչ, Ռոզան իր վրա է վերցրել ողջ ծանրությունը։ Ես պետք է նրան օգնեմ, չէ՞։ Վիոլետա։ Պատճառը հեգության ընդհատումն է։ Այդ պատճառով չէր ուզում ինձ հետ ամուսնանալ։ Այո, դե ոչ։ Ոչ, դե դա էլ կար։ Իսկ ինչպես պատահեց, որ որոշեցիր նման բան անել։ Դե դա այն օրն էր, ցուցահանդեսի պայթյունի օրը, երբ Ալեքսանդրան անհետացավ։ Ուրեմն նշանակում է, որ մենք ժամանակ հանդիպում ենք։ Դու ինձ հետ էր աշխատում։ Վիոլետա, այդ ժամանակ դու հողի էիր։ Ակվիլես, պահարանում իմ հագուստի համար տեղ կհատկացնես։ Ոչ, միայն ոչ պահարանում։ Պահարանը շատ փոքր է։ Քո հագուստը այնտեղ չի տեղավորվի։ Ոչ։ Ոչ, ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի դրանք թողնենք ճամփորդի մեջ։ Մինչև չգիտեմ, մեծ պահարան գնենք։ Շատ լավ։ Այո, Ակվիլես, կարող ես լոգարանում տեղ հատկացնել։ Ես չգիտեմ, թե որտեղ դրեմ ատամի խոզանակը, սոցանելիքս, շամպունս։ Տեսնենք էլ ինչ կա։ դրանք շատ են Ագրիպինը, չափազանց շատ։ Դրանց համար տեղ չի լինի։ Ոչ տեղ չկա։ Ավելի լավ է։ Դե, Ակվիլես, միգուցե ինձ մի փոքրիկ տեղ հատկացնեիր, որ իրերս դասավորեմ ու քեզ այլևս նեղություն չտամ։ Ոչ, խնդրում եմ։ Խնդրում, Ագրիպինա։ Այդ ինչ ես անում, գժվել ես ինչը։ Ինչ խարան շփոթ ես սարքում։ Ինչ։ Դուրս հանիր դա այդտեղից։ Ինչ է պատահել։ Ուրեմն մենք չենք կարող միասին ապրել։ Ինչ անեմ, դիմացի բնակարանը վարձեմ, որ իրերս այնտեղ դասավորեմ։ Ոչ, Ագրիպինա։ Իհարկե միասին ենք ապրելու։ Բայց թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ դասավորված է։ Պետք չի թափթփել։ Ավելի լավ է թող իրեր ճամփրուկի մեջ մնա։ Եվ մենք այն կտանենք աղախնի սենյակ։ Ինչ։ Այո, Աղախնի սենյակ։ դե այո։ Իմ իրերը աղախնի սենյակում։ Այո, դա մի որոշ ժամանակով, մինչև տեսնենք, թե ինչպես կարող ենք այն դասավորել։ Մարզե։ Գիտես ինչ, Ակվիլես։ Եթե մենք չենք կարող միասին ապրել, ուրեմն ես տուն կփնտրեմ։ Ես մենակ էլ կարող եմ ապրել, որովհետև ես ոչ մի դեպքում, ինչ էլ որ լինի, չեմ ապրի աղախնի սենյակում։ Պարզ է։ Ով կա այստեղ։ Սիրելիս, Աստված օրհնի քեզ, սիրելիս, շնորհակալ եմ։ Ողջույն Աուրելիո։ Ողջույն սիրելիս, ինչպես ես։ Հիանալի։ Ինչ կա զարմիկ։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Արդեն գիտեմ, թե վանականը ով է։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին պատմությունդ հորինված
պատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել, ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուրված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել եմ ու